Բարոյ երեկո, սիրելի հայրենակիցներ, գաղափարակիցներ, սիրելի Facebook-յան ընկերներ, ինտերնետի վատ լինելու պատճառով քիչ առաջ մեր ուղիղ եթերը հեռացրի, որովհետև տես կիսապրատ էր լսվում։ Հիմա կարգավորված է եւ նորից ուզում եմ ձեզ անհանգստացնեմ, նորից նույն թեմայով ձեզ հետ խոսակցություն ունենամ։ Նորից Facebook-յան հարթակներում սենց համացածում ինչ-որ տենց տեսալովակների ականատես եղա, Տաշիր Սամոյի եղբոր որդու, մի հատ տենց առանց չամիջի, մի հատ բուլկի կա, որ տենց ես վերջերս ուզում հանրությանը ներկայանա իր անգրագիտությամբ, իր տգետությամբ, որ չգիտեմ Ամերիկանից բանից են, սենց վարչապետից, արա դուք ինչ շարժանում եք, դուք դաժե զուղիղ եթերը, ով գիտեր Հայաստանի Հանրապետությունում ուղիղ եթերը ինչ բան է, ով գիտեր սելֆին ինչ բան է այս պետությունում, արա այդ ամեն ինչը, սկսած ես խոսքի ազատությունից, այս ամեն ինչը իրական Հայաստանի իրական առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է մատուցել, այս իր սեփական ձեռքբերումն է այս պետությանը, որ սենց փրել է մեզ բոլորիս, ու մենք էլ սենց վերցրել ենք, սկսած ես ուղիղ եթերները, սելֆիները, խոսքի ազատությունը, ու ամեն մեկս մեր ձևով, մեր ոճի մեջ օգտագործում ենք, օգտվում ենք այս հարստությունից, օգտվում ենք այս ձեռքբերումից։ Սա մի կողմից է շատ լավ բան է, որովհետև մենք ամեն մեկս մեզ ճանաչել ենք տալիս, թե մենք ով ենք, մենք մեր ասածների տակ ինչ է թաքնված, մենք մեզնից ինչ ենք ներկայացնում, սա շատ լավ հնարավորություն է։ Նիկոլ Փաշինյանը մի հատ հնարավորություն է տվել բոլոր հայ մարդկանց, որպեսզի բոլոր հայ մարդիկ մեկը իրանց ճանաչել տան, թե ով է, ով իրանից ինչ է ներկայացնում։ Սա շատ լավ բան է։ Ինչ ասում առանց չամիջի բուլկին, ասում մանկապարտեզները, դպրոցները երկրորդական են, պետք է զավոդներ, գործարաններ ստեղծվի, աշխատատեղեր, այդ տենց գյուտ արիր, խես երկրի իշխանությունը չգիտի, ինչն է առաջնահերթ, ինչը երկրորդական, խես դուք գիտեք, որ այս պետության աշխատատեղեր հարկավոր, որ մարդիկ գնան աշխատեն, դուք տենց գիտեք, իշխանությունը չգիտի, վարչապետը չգիտի, բայց տասնյակ տարիներով դուք այս պետությունը ունացել եք հնարավորություն, որ զավոդներ աշխատատեղեր կառուցեիք, բայց կառուցեիք, բայց 30 տարի դուք աշխատատեղեր կկառուցեիք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոնց որ կառուցում է, այդպես է կկառուցեր դպրոցներ, մանկապարտեզներ, կամ 30 տարի դուք մանկապարտեզներ, դպրոցներ կկառուցեիք, Նիկոլ Փաշինյանն է աշխատատեղեր կկառուցեր, ձեր ասած այդ զավոդները կկառուցեր, կանեիք, 30 տարի դուք այս պետությունը, ձեր անձնական, արա դες սա այն ձև թեմա է, ախր առանց էմոցիայի չես կարում խոսաս, առանց էմոցիայի չես կարում խոսաս, չես կարում որ հունից չհելնես, չես կարում մի հատ որ չասես դրանց այ անբարոյականի վաստակներ, չես կարում դրանց ասես այ սրբություններդ կորցրած անբարոյականի վաստակներ, 30 տարի ունացել եք հնարավորություն, 30 տարի դուք այս պետությունում ունացել եք հնարավորություն, դուք ձեր պետության ղեկը ձեր ձեռն է եղել, կառուցեիք, արա դպրոց մանկապարտեզներ կառուցեիք, որ այսօրվա դրությամբ Նիկոլ Փաշինյանը ստիպված չլներ մանկապարտեզ դպրոց կառուցելու, արա ճանապարհներ կկառուցեիք, արա չգիտեմ տրանսպորտի հարցը կլուծեիք, սկսած խաղաղապահարակի վերելակներ, արա դուք սրբություններդ կորցրած անբարոյականի վաստակներ եք, դուք մի անձնավորություն եք, մի կերպար եք, որ տասնյակ տարիներով այս պետությունը օգտագործել եք ձեր անձնական հարստության համար, ոչինչ չանելով պետության համար, ոչինչ չանելով պետության հարստության համար, ոչինչ, այդ դուք այդ տեսակն եք, այդ դուք այդ բորակն եք, այդ ձեր վրայից այդ հոտն է գալիս, հիմա աշկները դրել է, Տաշիր Սամոյի եղբոր որդին առանց չամիջի բուլկին այդ ջահելը, աշկները սենց դրել են վարչապետի սակած հարյուրավոր դպրոցների և մանկապարտեզների վրա, սրանք հույս ունեն, որ իշխանության են եկել արդեն գալու են իշխանության, աշկները հիմիկվանից դրել են, հիմիկվանից քաղաքացիներին սենց կերակրում են, որ հենց գան իշխանության, չէ, դա ամենավատ երազում, հայ մարդ, ամենավատ երազում է ձև բան չմտածես, որովհետև դու քո սեփական իշխանությունը այս մարդակերներին չես տալու, որովհետև դու քո սեփական իշխանությունը
Քո սեփական պետությունը այլևս այս մարդակերներին դավերա չես անելու։ Ուղղակի ես հենց ասում եմ։ Սրանք արդեն պահի տակ մտածել են կամ մտածում են, որ կդան իշխանության։ Հիմիկվանից քաղաքացիներին սենց բան են անում, հարմարացնում են, որ դպրոցները մանկապարտեզները երկրորդական են, որ կան իշխանության, վարչապետի սարկած հարյուրավոր մանկապարտեզներ եւ դպրոցները արևանգեն, բռնագանձեն, իրանց ձեթի զավոդները դնեն, իրանց ուքանթղթի զավոդները դնեն, իրանց կանսերվի զավոդները դնեն, իրանց կալբասի, չգիտեմ, իրանց զավոդ, չգիտեմ, իրանց զավոդ, իրանց տաշիկ պիցաները դնեն, քաղաքացիներին տանեն կոպեկներով աշխատացնեն, միլիոնավոր դոլարներ իրանք է շահույթ ստանան։ Հիմիկվանից իրանք այդ են քաղաքացիներին հարմարացնում են այդ մտքի հետ։ Սրանք գիտեն թե արդեն իշխանության պետք է գան, որ կան հենց իշխանության ասեն դե քաղաքացիներ ջան, բայց դες չենք ասում դպրոցները եւ մանկապարտեզները ավոլորդ են։ Դրա մարզից կանձեն ենք, արևանգել ենք, մեր գործարաններն ենք դրել, եկեք օրը 5-6-7000 դրամով աշխատեք, մենք միլիոնավոր դոլարներով շահույթ ստանանք, դե մանկապարտեզա դպրոցա կսարքենք էլի։ Գիտեք ինչ են տենց ասում, որտեւ իրանք կապ չունեն հայ մարդու հետ։ Որտեւ իրանք չեն ուզում, որ հայ մարդը բարձր գիտելիքներ ձեռք բերի։ Իրանք չեն ուզում, որ այս հասարակությունը կրթվի։ Չեն ուզում։ Գիտեք ինչի համար չեն ուզում։ Որտեվ իրանք գիտեն, որ կրթված հասարակությանը դժվար թե կարողանան 5-10-20 հազար դրամով ոնց ուզենան այնցև մատների վրա ֆռասնեն։ Որտեվ իրանք գիտեն, որ դժվար թե կրթված հասարակությանը կարողանան 1 կիլո բրնձով մի շիշ ծեթով կամ չգիտեմ 10 դրամ կեղծավոր բարեգործությամբ մոլորացնեն։ Այո, դրա համար սրանք տասնյակ տարիներով հայ մարդիկ դպրոցներ մանկապարտեզներ չեն սարքել, որտեղ չեն ուզացել, որ այս հասարակությունը կրթվի։ Իրանք տասնյակ տարիներով այս հասարակությանը գիտության անգրագիտության մեջ են պահել, որ ընտրությունների ժամանակ 5-10 հազար դրամով ոնց ուզենան ղեկավարեն, 1 կիլո բրնձով ոնց ուզենան ղեկավարեն։ Այդ դրա համար իրանք չեն համակերպվում այն մտքի հետ, որ այս հասարակությունը 2018 թվականից սկսել է կրթվել։ Հարմարավետ եւ գեղեցիկ պայմաններում բարձր գիտելիքներ է ձեռք բերում, որ վաղը չէ մյուս օրը 5 տարի հետո, 20 տարի հետո, 30 տարի հետո հարմարավետ եւ գեղեցիկ պայմաններում ձեռք բերած բարձր գիտելիքները ծառայացնելու են իրական Հայաստանի Հանրապետության ավելի ուժեղացման, հարստացման, զարգացման, հզորացման համար։ Դրա համար տաշիրը չի համակերպվում։ Հայ մարդու կողմից մերժված խուլիգան բանտան չի համակերպվում այսօրվա իրականության հետ։ Որտեւ իրանց պետք չի կրթված, որ այս պետությունում հասարակություն կրթվի։ Որտեւ իրանք գիտեն որտեւ իրանք գիտեն կրթության հետևանքները ինչա լինելու։ Կրթության հետևանքները լինելու է, որ այլևս ոչ ոք սրանց այս ռաբի զերացության տակ ճորոտ կենասներին ուշադրություն չեն դարձնելու։ Կրթության հետևանքը լինելու է այն, որ ոչ ոք չի կարալու հայ մարդուն 5-10-20 հազար դրամով ղեկավարի, 1 կիլո բրնձով ղեկավարի, այդ է լինելու։ Կրթության հետևանքը լինելու է Հայաստանի Հանրապետության ավելի ուժեղացումը, հզորացումը, զարգացումը։ Այդ է լինելու։ Նիկոլ Փաշինյանը մտածելով այսօրվա համար, նա մտածելով 30-40 տարի հետոյի համար, ոչինչ չի խնայում։ Ոչինչ չի խնայում մանկապարտեզներ եւ դպրոցներ կառուցելու համար, որպեսզի իր հասարակությունը բարձր գիտելիքներ ձեռք բերի, որպեսզի 20 տարի հետո այսօրվա սարքված եւ վաղվա սարքվող հարմարավետ եւ գեղեցիկ պայմաններում կրթված հասարակությունը բարձր գիտելիքներ ձեռք բերած հայ մարդիկ այդ բարձր գիտելիքները, որ ձեռք են բերվել այսօրվա հարմարավետ եւ գեղեցիկ սարքված դպրոցներում ծառայեցնելու են իրական Հայաստանի Հանրապետության ավելի ուժեղացման համար։ Արա սարքեիք, արա լավ դուք դպրոցները կսարքեիք, այսօր էլ վարչապետը գործարանները կսարքեր։ Թող վարչապետը խաղաղությունն էլա սարքել ու սարքելու է։ Թող վարչապետը դպրոցներն էլա սարքել, մանկապարտեզներն էլա սարքել ու սարքելու է։ Թող վարչապետը ճանապարհները, մայթերը սարքել է եւ սարքելու է։ Թող վարչապետը վերելակներն էլա փոխարինել եւ փոխարինելու է։ Եվ թող վարչապետը հայ մարդու այդ կետից մեծ տեղափոխող տրանսպորտի միջոցն էլա սարքել ու սարքելու է։ Վարչապետը տասնյակ տարիներով այս պետությունում չսարքվածները սարքում է։ Վարչապետը տասնյակ տարիներով այս պետությունից թալարվածը հետա վերադարձնում։ Արա դուք այս հասարակությանը վերաբերվել եք շատ արհամարական ձևով։ Դուք այս հասարակությանը հայ մարդկանց վերաբերվել եք շատ արհամարական ձևով։ Դուք այն ձև եք այս հասարակությանը վերաբերվել հայ մարդուն վերաբերվել, որ տասնյակ տարիներով
Հայ մարդուն կռծրած, չոկծրած տարել եք աշխատանքից բերել եք տուն։ Զրկելով էս մեր բալիկներին, փոքրիկներին հարմարավետ եւ գեղեցիկ պայմաններում բարձր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորությունից, կրթություն ստանալու հնարավորությունից, զրկելով խաղահարապարակներից, մեր փոքրիկների խաղահարապարակները զարթել եք, ձեր ռեստորանները, սրճարաններն եք դրել, ձեր կազինոն, ձեր տանձիկի բուտկեքն եք դրել։ Արա դուք ուր, հայ մարդու, ինչ եք եկել ճոռո, հայրենասեր մարդկանցից ավելի հայրենասեր եք երևում։ Ով եք եղել դուք կամ դուք ինչ կապ ունեք այս պետության հետ, ինչ կապ ունեք այս մարդկանց հետ դուք։ Ախր դուք 30 տարի ձեր վերաբերմունքը ցույց եք տվել այս մարդկանց։ Այս մարդիկ վայելել են ձեր ժամանակներն էլ հիմա են վայելում։ 30 տարվա ձեր ժամանակ 30 տարի, 20 տարի, 15 տարի առաջ հայ մարդը տնից որ հելել աշխատանքից եկել տուն, այդ հարմարավետությունը զգացել է։ Ու հիմա էլ ազգում։ Սրանից 10 տարվա առաջ հարմարավետությունն էլ ազգացել։ Տեղաշարժի իր հարմարավետությունն էլ ազգացել։ Հիմիկվա հարմարավետությունն էլ ազգում։ Հայ մարդը որ իր դուռը բացել է 9-րդ հարգից ելել է առաջի հարկ, այդ հարմարավետությունն էլ ազգացել այդ վերելակի մեջ։ Հիմիկվա վերելակների հարմարավետությունն էլ ազգում։ Հայ մարդը որ իր մայթով քայլում է, սրանից 20-30 տարվա առաջվա այդ նույն մայթով որ քայլում է, հիմիկվա հարմարավետ կոմֆորտն էլ ազգում, սրանից 10-20 տարվա առաջվա կոմֆորտն է։ Հայ մարդիկ որ հիմա ճանապարհներով երթևեկում են ամբողջ Հայաստանի Հանրապետությունով մեկ, սրանից 10-20 տարվա առաջվա կոմֆորտն էլ են զգում։ Կայֆն էլ են զգում, այսօրվա կոմֆորտը եւ կայֆն էլ են զգում եւ վայելում։ Արա անհնար է, դուք մի տեսակ եք սրբությունները կորցրած, հայ մարդու ծաբիժնիկ, դուք մի օտարի լանթեր եք, ովքեր տասնյակ տարիներով հայ մարդկանց ստրախի մեջ պահած, անգրագետության մեջ պահած, հայ մարդկանց ինքնասրության հետ խաղացած 5-10-20 հազար դրամով շահագործած դուք տասնյակ տարիներով այս պետությունը ձեր անձնական հարստության համար օգտագործած սրբապիղծներ եք ու ձեր սրբապիղծ տեսակը որևէ բարոյական իրավունք չունի հայ մարդու այսօրվա եւ վաղվա օրվանից խոսալու հայ մարդու ճակատագրից խոսալու առավել եւս իրավունք ունի այս պետության ճակատագրից խոսալու որտեղ այս պետությունը ձեր տարիների ժամանակ արևանգված եղել, զարթված եղել որտեղ այս պետությունը տասնյակ տարիներով ձեր ղեկավարման ժամանակ օգտագործվել է ձեր անձնական հարստության համար սիրելի մարդիկ հայ մարդու ծոցից ցելած հայ մարդու կողմից հայ մարդու վստահությունը վայելող, հայ մարդու կողմից ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի տարբերություն այս շակալների այս պետությունը իր անձնական, իր նախարարների, իր պատգամավորների, իր մարզպետների անձնական հարստության համար չի օգտագործում։ Առավել եւս կիլլերներ չունի, որ կիլլերների մարտեցողներ չունի, որ այդ մարտեցող կիլլերների անձնական հարստության համար էլ օգտագործի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պետությունը օգտագործում է այս պետության հարստության համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրով չի բավարարվում, ասի քանի այսօր ես ունեմ հնարավորություն, օգտվեմ այս հնարավորությունից, ինձ համար լավ լինի։ Թող 5-10-20-30 տարի հետո սերունդը մտածի։ Նիկոլ Փաշինյանը եւ այսօրվա եւ 30 տարվա հետովա համար ապրում է, որպեսզի 30 տարի հետո սերունդը շատ չչարչարվի։ Ինչպես սրանք են արել։ Այ եթե սրանք գործեց ճոռո խոսում են 30 տարի առաջ դպրոց մանկապարտեզ սարքած կլինեին, որ հայ հասարակությունը հարմարավետ եւ կոմֆորտ պայմաններում բարձր գիտելիքներ ձեր բերեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված չներ այսօր դպրոց մանկապարտեզ սարքելու։ Ինքն էլ ուրիշ բան կսարքեր։ Իրանց ասած զավոդները, գործարանները կսարքեր։ Այ եթե սրանք 30 տարի առաջ հույսից հարած ճանապարհը տարիներով չլափեին, սարքեին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված չէր եղնի այդ ճանապարհը սարքելու։ Մի այլ ուրիշ ճանապարհ կսարքեր, մի ուրիշ բան կաներ աշխատանք, այնքան աշխատանքներ կանելու։ Այ եթե սրանք 30 տարի աշխատած լինեին, սարքած լինեին, Նիկոլ Փաշինյանը ստիպված չէր լինի
Այսօրվա դրությամբ 30 տարվա չսարքածները սարքեր, քանդվածները սարքեր։ Այ եթե սրանք 30 տարի առաջ թալանած չնեին պետության հարստությունը զարտած չնեին, Նիկոլ Փաշինյանը այսօր ստիպված չէր լինի 30 տարվա թալանածը հետ վերադարձնելու սեփական ժողովրդին։ Արա սրանք հայ մարդ, ես ձեր ցավը տանեմ։ Թե սրանց ուժը այս պետությունից տասնյակ տարիներով թալանված միլիոնավոր դոլարներն է։ Մեր իրական Հայաստանի իրական առաջնորդ Նիկոլ Փաշինյանի միակ հարստությունը իր հասարակ ժողովուրդն է։ Դուք եք, արա ես էլ չեմ։ Դուք եք ձեր ցավը տանեմ։ Միակ ուժը, միակ հարստությունը, որի դեմը խաղ չկա։ Ու դու ձեր ուժը ամեն առիթի ժամանակ ձեր ուժը, ձեր կարևորությունը ապացուցել եք։ Ու ապացուցելու եք նաև վաղը։ Ապացուցել եք նաև վաղը չեմ իսօրը 26 թվին էլ ամեն առիթի ժամանակ դուք ձեր ուժը օգտագործելու եք, ապացուցելու եք։ Ու ապացուցելու եք բոլորին, ապացուցելու եք բոլոր նրանց, ովքեր այս պետությունը տասնյակ տարիներով իրենց ազնական հարստության համար օգտագործել, միլիոնավոր դոլարներ են դարձել։ Ու հիմա իրանք ուժը տեսնում են այս պետությունից թալանված միլիոնավոր դոլարների մեջ, այ դուք դրանց բոլորին ապացուցելու եք, որ ձեր դեմը խաղ չկա։ Անբարոյականի վաստակներ, կառուցեիք, ունացել եք հնարավորություն, կառուցեիք, ինչ չեք կառուցել, ինչի եք քանդել, զարթել, ինչի, դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, վերելը ամեն ինչ կառուցեիք, որ այսօր վարչապետը ստիպված չներ այդ ամեն ինչ կառուցելու, զավոդները, գործարանները կառուցեր։ Վարչապետը այս պետությունը արդեն իսկ կառուցել է։ Սկսած խաղաղությունից, վերջացրած քաղաքացու հարմարավետ տեղաշարժից, որ քաղաքացին տնից էր նման, Իրանը զգում է մարդ քաղաքացի, այլ ոչ թե Իրանը զգում է լքված, արհամարված ինչ-որ մի բան։ Այդ դուք տասնյակ տարիներով այդ վերաբերմունքն եք ցույց տվել քաղաքացուն։ Այդ ձեր վերաբերմունք է տեղել, որ քաղաքացիների տասնյակ տարիներով կրծրած բերևող գազների մեջ տեղաշարժ եք արել, ակետից բետեղ տեղափոխելով։ Իսկ վարչապետի վերաբերմունքը այն ասեփական ժողովրդին, որ այդ տասնյակ տարիներով կռացած մարդկանց մեջ ուղղել է։ Երբ որ քաղաքացին արդեն տնից դուրս է գալի, որ գնա աշխատանքի, ինքն իր մարդ ազգում։ Անձամբ ես ամառվա շոքին, այն ամառվային քեզ շոքերին, շատ դեպքեր ա եղել, շոքից պաշտպանվելու համար, ես տրանսպորտ եմ նստել, ինձ համար կենտրոնով սես կալցվո եմ արել, շոքից պաշտպանվելու համար, երբում եմ ամբողջ ցկություններով, ես ուղղակի պրոստը տրանսպորտ եմ նստել, մեր այս ավտոբուսները նստել եմ, քաղաքով սես մի հատ կալցվո եմ արել։ Հասկանում եք, այսօր որ քաղաքացին հելնում է մայթով ճանապարհով քայլում է, զգում է պետության վերաբերմունքը իր նկատմամբ։ Ձեր վախտով էլ ազգացել, ձեր վախտով։ Այո, կյանքը, հարստությունը, զարգացումը, ուժեղացումը խաղաղության եւ կրթության մեջ է։ Եվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում այս պետությունում խաղաղություն հաստատելու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում այս պետությունում հանուն բարձր գիտելիքներ ձեր բերելու համար, պայմաններ ստեղծելու համար։ Եվ այո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասկանալով, որ պետության միակ ուժը, միակ հարստությունը, միակ զարգացումը խաղաղության եւ կրթության մեջ է, հանուն այս երկու բանի համար ոչինչ չի խնայում, ոչինչ։ Խաղաղություն էլ է բերում ու լինելու է հավերժ բարձր գիտելիքներ ձեր բերելու պայմաններն էլ կա արդեն եւ լինելու է ու ավելի շատանալու է։ Համակերպեք այս իրականության հետ, սա է այսօրվա մեր իրականությունը, հայ մարդու իրականությունը, համակերպեք, ուզեք չուզեք, պետք է համակերպեք։ Մեկը դուք անընդհատ եթարկվում եք հայ մարդու կողմից սամասուդի ու անընդհատ քաղաքական մակարդակով դուք ենթարկվելու եք սամասուդի, անընդհատ ամեն ազիզ առիթի դուք ենթարկվելու եք հայ մարդու կողմից քաղաքական սամասուդի։ Համակերպեք։ Մենք գիտենք, որ դուք չեք ուզում կրթված հասարակություն, ախր որ այս պետությունում կրթված հասարակություն լինի։ Դուք ել ոնց եք 10-20 հազար դրամով ղեկավարելու այս մարդկանց։ Պարզա չէ, անգրագետ մարդուն ավելի հեշտ է ղեկավարելը 10-20 հազար դրամով, քան կրթված մարդուն։ Ով ռիսկ անի կրթված մարդուն 5-10-20 հազար դրամով ղեկավարի։ Բայց 20 հազար դրամը չի վերցնի, sense կլոլի կողի բերանի մեջը։
կկլոլի կկողի բերանի մեջը։ Այս սրանք դրա համար տագնապի մեջ են։ Տագնապի մեջ են։ Սարսափած են, սարսափած են։ Կեցե իրական Հայաստանի Հանրապետությունը, կեցե խաղաղությունը, կեցե հայ մարդը, կեցե մեր փոքրիկները, որ արդեն իսկ սովորում եւ սովորելու են հարմարավետ եւ գեղեցիկ պայմաններում, այդպիսով ձեռք բերելով բարձր գիտելիքներ եւ հետագայում, ապագայում 5 տարի հետո, 10 տարի հետո, 15 տարի հետո, 20 տարի հետո իրենց ձեռք բերած բարձր գիտելիքները ծառայացնելու են իշա իրական Հայաստանի Հանրապետության ավելի ուժեղացման, ավելի հզորացման, ավելի հարստացման, ավելի զարգացման համար։ Կեցե Հայաստանի իրական Հայաստանի Հանրապետությունը քաղաքական մահ իրական Հայաստանի հետ չհամակերպողներին, քաղաքական մահ Հայաստանի Հանրապետությունում դպրոցներ, մանկապարտեզներ կառուցվածքների հետ քաղաքական մահ Հայաստանի Հանրապետության դպրոցների եւ մանկապարտեզների հետ չհամակերպողներին, քաղաքական մահ կրթված հասարակություն ունենալու հետ չհամակերպողներին, կարճ եւ կոնկրետ քաղաքական եթե մենք ես սովորած լինեի, ես չէի չարչարվի իմ մտքերս գրագետ ձևակերպելու համար։ Չենք սովորել, որտեվ որ ես գնացել դպրոց, ես գնացել եմ դասասենյակ, ես չգիտեի տաքանամ, ինձ տաքսնեմ, թե ինչ որ շարադրություն գրեմ։ Լուսամուտները ցելոֆոնով ծագմակ, սայլարկով փեչ ենք վառում դպրոցում։ Ծախի մեջ խեղդվում ենք։ Մի խոսքով չգիտեինք, մենք մեզ տաքսնենք մեր վերմակներով, մեր կուրկաներով։ Ձեռդ այնքան էր դողում ցրտից, չէիր կարող բան գրես, չէիր կարող։ Փեչն է վառում ենք, սայլարկի փեչ, ծուխը ամբողջ լսարանով մեկ փակում էր։ Խեղդվում ենք։ Համել այդ մեր երկրորդներ ես չէի ուզում կրթվեմ, որպեսզի նմանվեմ մի հատ կրթված մարդու։ Մենք միշտ ուզում ենք շմայսներին նմանվելու, որովհետև ասում ենք, արա, դարը սրանց է։ Դարը սրանցն է։ Ուզում ենք միշտ շմայսներին նմանվենք։ Մենք ուզում ենք շմայս դառնալ։ Որովհետև դարը իրանց է, որովհետև սերունդը ուզում էր իրանց նմանվել։ Որովհետև սերունդը դուք այդպես էիք կրթվում, որ այս սերունդը, այս հասարակությունը շմայս դառնա։ Նեմեզ ռոբոտ դառնար, կիլլերներ դառնային։ Այդ դուք հասարակության այդպես եք սովորացրել։ Այդ կրթությունն եք դուք ծնացրել այս պետությունում, որ հասարակությունը չցանկանա, որ այս մարդիկ չցանկանան Հովանես Թումանյան դառնան, այլ ցանկանան շմայս կամ նեմեզ ռոբոտ դառնան։ Այդ դուք այս հասարակության այդպես եք կրթել։ Այդպես ու կազմակերպված ու ինադու, որովհետև ձեզ պետք չի եղել կրթված հասարակություն։ Ձեզ պետք է եղել անգրագետ հասարակություն, որ ոնց ուզենաք 5-10 հազար դրամով ղեկավարեք։ Իսկ դուք գնացել այդ առանց չամիչի բուլկի չաթլախ հազար ներողություն սիրելի հայրենակիցներ։ Ու իսկ դուք գնացել ես հոպարիտ մեկի պապայիդ փողերով Ամերիկաներում կրթություն ես ստացել։ Եթե 30 տարի առաջ լիներ Նիկոլ Փաշինյան, մենք էլ կրթություն կստանայինք, մենք էլ չենք ցանկանա, որ շմայսի նմանվենք։ Մենք էլ հարմարավետ եւ գեղեցիկ պայմաններում, կոմֆորտ պայմաններում մեծ հաճույքով եւ ոգեվորված կրթություն կստանայինք։ Ես, որ այսօրվա օրը մտքերս շարադրելուց ինքզից չտանջեի։ Ինչքան էլ տանջում եմ, մեկը էլի գրագետ չի ստացվում։ Ինչի բացակայությունն է, կրթության, որովհետև չի եղել։ Եթե 30 տարի առաջ ներ Նիկոլ Փաշինյան, ես այսօր իմ մտքերս ինձ տանջելով սենց չէի կպսնի իրար։ Ու այսքան տանջակից հետ միասին էլի չի ստացվում։ Կեցեն մեր փոքրիկները, կեցեն մեր բալիկները, մեր երեխաները, որ ապահով ձեռքերում են, կեցեն մեր փոքրիկները, որ 30 տարի հետո իրենք այս պետությունը ավելի են ուժեղացնելու, ավելի են հզորացնելու իրենց ձեռք բերած հարուստ գիտելիքներով, այն գիտելիքներով, որոնք հիմա իրենք ձեռք են բերում հարմարավետ եւ գեղեցիկ պայմաններում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սարքած դպրոցներում եւ մանկապարտեզներում կեցե այդ մեր փոքրիկները, կեցեք։ Աստծով ամեն ինչ լավ լինելու։ Տաշիրի եղբոր որդի առանց չամիչի բուկի։ Ձեր բանը գործ այս պետությունում մենակ ոռնալն է։ Դուք այս պետությունում իշխող չեք լինելու։ Հայ մարդը դա դες թույլ չի տալու։
այս պետությունում օրակարգ թելադրող չեք լինելու։ Ոռնացեք ինչքան կարող եք, որովհետև ձեր միակառակելությունը այս պետությունում ոռնալն է։ Որ լսեք, արա, կուրաժի դե չնեք։ 2026 թվականի քարոզարշավը մի մտածեք, որ թավշա, այո, թավիշը լինելու է, ժողովրդավարությունը լինելու է, բայց մի մտածեք, որ կարողու եք ողքեվորված դիվիժենի անեք։ Հիմիկվանից զգուշացնում ենք ձեզ։ Վաղներ, սիրելի հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ մարդիկ ջան, ես համոզված եմ, վստահ եմ, որ հազարավոր մարդիկ են լինելու, որովհետև այդ հազարավոր մարդիկ գիտակցում են, որ գնում են ճշմարտության եւ արդարության հետևից, որովհետև այդ հազարավոր մարդիկ գիտեն, որ այնտեղից հնչում է Աստծո ծառայի խոսքը, այնտեղից հնչելու է Աստվածաշունչ, այնտեղից քարոզելու են Աստվածաշունչը, այդ ամեն ինչը հասկանալով հազարավոր հայ առաքելական եկեղեցու հետևոր մարդիկ գնալու են ընդդեմ կեղծիքի, ընդդեմ չարիքի, ընդդեմ պոռնիկության։ Ու այո, Կտրիժ Ներսիսյանը Աստծո տունը վերած է պոռնիկության, վերած է բիզնեսի։ Կտրիժ ծայրապետը ուխտակրոնությունը խախտած Կտրիժ ծայրապետը Աստծո տունը զարթած Կտրիժ ծայրապետը Աստծո տունը օգտագործում է այս պետությունում ինչքան թալանտ չի կա դրանց շահերը սպասարկելու համար։ Եվ Կտրիժ Ներսիսյանը պետք է գնա ու գնալու է։ Կտրիժ Ներսիսյանը քաղաքամակարդակով չի խնայվելու։ Կտրիժ Ներսիսյանը եւ Տեր Արամը տարբերվում են նրանով, որ Տեր Արամը ծառայում է Աստծուն, Տեր Արամը քարոզում է Աստված շունչ, իսկ Կտրիժ Ներսիսյանը ծառայում է թալանչիներին, քարոզում է Քոչարյանին, Ռոբիկին, Վարդանիկին, ալիգարխ Տասիս Շամուին։ Կտրիժ Ներսիսյանը քարոզում է ալիգարխային, իսկ Տեր Արամը քարոզում է Աստվածաշունչը։ Կտրիժ ծայրապետը ուխտակրոնությունը խախտած անբարոյականի վաստակ Կտրիժ ծայրապետը ծառայում է մաֆիային, ժողովրդի կողմից մերժված խուլիգան բանտային, սպասարկում է նրանց շահերը, իսկ Տեր Արամը սպասարկում է Աստծո շահերը, Հիսուս Քրիստոսի շահերը, ծառայում է Աստծուն, Հիսուս Քրիստոսին։ Ահա եւ տարբերությունը։ Ու հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ մարդիկ զգալով, տեսնելով այս տարբերությունը, ընկալելով այս տարբերությունը գնալու են Տեր Արամի հետևից։ Իհարկե գնալու են։ Ես ձեր ցավը տանեմ։ Կտրիժ Ներսիսյանը, Կտրիժ ծայրապետի, ուխտակրոնություն խախտած Կտրիժ ծայրապետի, այդ բանտի, այդ խուլիգանի ամեն մի կապրիզնություն, ամեն վարքյան կապրիզնություն օգտագործվում է իր դեմ։ Ինքը կամ իր համոզկանքով է գնալու, կամ ազգային անվտանգությունը մտնելու եւ Աստծո տուն ազատելու ապորնիկությունից, այսինքն Կտրիժ Ներսիսյանից, կամ հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ մարդիկ են մտնելու Աստծո տուն եւ Աստծո տունը այդ սրբավայրը, մեր սրբությունը, մեր սեփականությունը ազատելու են պորնիկությունից, այսինքն Կտրիժ Ներսիսյանի, այսինքն Կտրիժ ուխտակրոնությունը խախտած Կտրիժ Ներսիսյանից։ Կտրիժ Ներսիսյանը չի հավատում Աստծուն։ Կտրիժ Ներսիսյանը սրիկա է, Կտրիժ Ներսիսյանը շնացել է, ուխտակրոնությունը խախտել է, Կտրիժ Ներսիսյանը ուղղակի ինչ պատճառներով բախտ է վիճակվել, որպեսզի թաքնվի Աստծո տան մեջ, որևիցե ուղիղ կապ չհաստատելով Աստծո հետ եւ Աստվածաշնչի հետ, ուղղակի թաքնվելով Աստծո տան մեջ, ուղիղ կապ է հաստատել խուլիգան մաֆիայի հետ, ուղիղ կապ է հաստատել պոռնիկության հետ, թալանի հետ, մարդասպանների հետ եւ Աստծո տունը օգտագործում է այս թալանչիների, այս մարդասպանների անձնական շահերը սպասարկելու համար։ Կտրիժ Ներսիսյանը ենթարկվելու է քաղաքական սամասուդի։ Կտրիժ Ներսիսյանը ենթարկվելու է քաղաքական սամասուդի հայ առաքելական հավատարիմ, հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ հավատացյալ մարդկանց կողմից ենթարկվելու է քաղաքական սամասուդի։ Չի խնայվելու։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ մարդիկ չեն խնայելու Կտրիժ Ներսիսյանին։ Այն հոգևորականները, ովքեր ծառայում են Աստծուն, միան Աստծուն, քարոզում են միան Աստվածաշունչը, չեն խնայելու, չեն ներելու Կտրիժ ծայրապետին, չեն ներելու։ Անձամբ ես, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, հայ մարդ, ես չեմ ներելու իրեն, չեմ խնայելու իրեն, ես իրեն չեմ ներելու։ Աստծով ամեն ինչ լավ է լինելու։ Ավելորդ բառեր չօգտագործեմ, քանի որ սա ինձ թեմայա, որ անհնարին է էմոցիայի չտրվես, որպեսզի իմ դեմ ինչ-որ բան չօգտագործվի, գնանք հունով, այն հունով, որով է թում ենք, ամեն ինչ ընտիր լինելու, լավ լինելու։ Աստծով բարի գիշեր ձեզ։